Մոտորերս, մենք ասենք, թե ինչ ենք արել, և դրա համար 30% աշխատավարձ ենք բարձրացրել, 1 միլիարդ 100 միլիոն բյուջե ենք ավելացրել, 15 միլիոն չենք ավելացրել, 1 միլիարդ 100 միլիոն, դրա հաշվարկեք ինչ գուվարի մաս, և դրա հիման վրա բյուջեն ավելացրել ենք ու այդպես աշխատում ենք, հետո, եթե դուք պատշաճ, գերատեսչական կառույցները, որոնք ուզում ենք իրենց անմազգանունները, որ այստեղ ներկայացնենք, ով իշքան պարտք է քաղաքապետարանի, եթե այդ թվերը մարզպետարանը և մնացած գերատեսչությունները մեզ տան, դուք օգնեք։ Մենք կբարձրացնենք և իրենցից գումարները ամբողջությամբ կհավաքագրենք։ Եվ եթե մեր ասածները դուք լսեք, իշած ժողովրդի, իշած իր քաղաքի, կտեսնեք, որ շատ բան ունենք անելու ու անում ունենք։ Շնորհակալություն։ Այդ հարցեր։ Ամեցեք։ Երույթի հետ կրով։ Այդ եթե երույթների եկած են հարցեր կրով։ Հարգելի գործընկերներ, խոսեցիք մեկ հարցադրման։ Ով է ձեզ ճնշում, որ Գյումրին դարձրել եք աղբանոց հաց երկրի տակ։ Մասնավորապես Գյումրիի մուշտաղամասը, որը համարվում է քաղաքի ամենախիտ բնակեցված տարածքներից մեկը, որտեղ տեղակայված են դպրոց, մանկապարտեզներ, զարգացման կենտրոններ, 24-ժամյա ռեժիմով բնակիչները շնչում են այրված աղբիծուխը, դա հերիք չէր, հիմա էլ ամենաթողության պատճառով թաղամաս մտնող մեկ այլ ճանապարհահատված պատրաստ է վերածվել նոր աղբավայրի։ Կրկին հարցնում եմ, ով է ձեզ ճնշում, որ ողջերել եք այդ քաղաքականությունը։ Արդյոք պարոն Չադրյանը տեղյակ է այդ նոր աղբավայրից, որը մուշտաղամաս մտնող ճանապարհահատվածն է։ Խնդրեմ նկարներով։ Ամբողջ քաղաքը թաղված է հոգսերի մեջ, և այդ հոգսերը քաղաքի ուսերից թոդապելու փոխարեն գիշեր ու զօր դժգոհում եք Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Հեսա մի կառավարություն է, որը անընդհատ հոգսեր է ստեղծում։ Քննադատում եք մի կառավարության, որը 2018 թվականից սկսած իրագործում է և շարունակելու է իրագործել հսկայածավալ ծրագրեր Գյումրիում, որի մասին գործընկերս քիչ առաջ խոսեց։ Եվ այո, այդ ծրագրերի շնորհիվ է, որ Գյումրին վերափոխվել է, զարգացել է ներքին տուրիզմը, և ինչպես ազգաբնակչությունն է նշում, Գյումրին փոխվել է։ Պարոն Սիմոնյանն իր երևույթներից մեկում նշեց, թե կառավարությունը այդ ծրագրերը պետք է անի, բա ինչ պետք է անի, ևս մեկ անգամ հասնելով, որ այո, Գյումրիում կառավարությունը հսկայածավալ ծրագրեր իրագործել է և շարունակելու է իրագործել։ Պարոն Սիմոնյան, նման խոսույթով հանդես գալուց առաջ ձեր քաղաքական ղեկավար Թևանյան Անդրանիկին ճշտեք և հարցրեք, թե նա ինչ ծրագիր, նա ինչ օգուտ բերեց Հայաստանին ռուսական ալիքի գետերում անփարունակ ելույթ տալով։ Բավե քաղաքը վերածեք թատերապելի։ Մեկը պարում է, մյուսը լացում է, երրորդը ձևերով կամ չգիտեմ ում ձևերով է հանդես գալիս։ Մինչդեռ օրեցօր ավելանում են փոսերով լցված փողոցների, շներից դժված քաղաքացիների, նոր աղբավայրերի քանակը։ Հարկավոր է զինյան թափել կեղծիկը, վերջ տալ ճշմարտությանը և չվերադուրել ճշմարտությունը։ Զբաղվեք քաղաքի հոգսերի կրճատմամբ, այլ ոչ թե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստանալիքային շարժման։ Իշխանությունը պատկանում է և պատկանելու է ժողովրդին և կեցեք անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Խոսքերը ուղղակի ջուր կարծիք են մենք դիմենք սահմանադրելը դատարկ են իրավունքների վերականգնման։ Սրբեկի որը համապատասխանում է սահմանադրության, թե դատարանտալ այդ մյուսի հարիշ չեր։ Շնորհակալություն։ Ամեցին։ Ուզում ես տեղից կատեցի։ Գործընկերներս պետք է դիմենք։
Սահմանադրական դատարանը նախատեսել է, ինչպես նաև մասնավորապես Սահմանադրական դատարանի մասին, Սահմանադրական դատարանի օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասին համաձայն Սահմանադրության եւ Սույն օրենքի սահմանված կարգով Սահմանադրական դատարանը կարող է դիմել Սահմանադրության 160-րդ հոդվածի նախատեսված մարմինները եւ անձինք։ Ըստ որը բաժանում են երկու հատվածների։ Սահմանադրության 168-րդ հոդվածի առաջին կետում թվարկված իրենց սահմանադրական իրավունքները փոխող նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության համապատասխանության հարցով երկրորդը սահմանադրական 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում ակնհայտ է, որ նախագծում ներկայացված բացահայտված եւ առնվազն ներգրաված մակարդակում հիմնավորված չեն ինչպես դիմի կողմից սահմանադրական դատարանի դիմելու առաջին այնպես էլ երկրորդ դիմերի հիմնավորումները։ Մասնավորապես ըստ սահմանադրական դատարանի դիմելու առաջին հիմքը կարող է դիմել դատարան սահմանադրության 168-րդ հոդվածի առաջին կետով սահմանված իրենց իրավունքները խախտող իրավական ակտերի սահմանադրության համապատասխանող հարցով նախագծով ինչպես արդեն նշեցիք հաստատված չէ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետով դիմի սահմանադրության համարված գործիքների եւ ակտների ինչպես նաեւ հասկանալի չէ թե 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանադրության հոդվածին հակասում։ Ինչ վերաբերում է սահմանադրության դատարան դիմելու երկրորդ հիմքով օրին համոզմամբ այս մասով առհասարակ բացակայում է սահմանադրական դատարան դիմելու հիմքը, քանի որ առհասարակ բացակայում է սահմանադրական դատարանի մարմինների միջև նրանց սահմանադրական օգտագործությունների առողջությամբ առնչվող մեջ նման պայմաններում գտնում են, որ բավականին մեծ հավանականություն է, որ սահմանադրական դատարան դիմելու դեպքում ներկայացող դիմումը դատապարտված է բացասական եզրակացությամբ։ Մյուս կողմից գտնում են, որ մինչ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելը համար իրավաբանական ծառայությունների մրցույթ հայտարարելը անհրաժեշտ է հստակեցնել սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանադրական նախատեսված հիմքերը որոշակիացնել դիմումի հիմքերը եւ որն ակնհայտորեն նախատեսված է նախագծում։ Եվ սահմանադրական դատությունը նաեւ հիշեցնել, որ սահմանադրական դատարանի 77-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավական ակտը կարելի է վիճարկել, եթե կոնկրետ կա ժամկետներ, ով ժամկետներից մեկն է, որ 24-րդ թվականին ընդունված բյուջեի մասին օրենքը ընդունել է 12-րդ հոդվածով նախատեսված 01-01-2024 թվականին ուստի մեկ կարողատել է բացվող, մենք կարող ենք դա վիճարկի 01-01 մինչև 2025 թվականը։ Այսինքն նշանակում է մենք այստեղ բաց ենք թողել ժամկետ։ Եվ այս ամեն ինչից ելնելով մտածում եմ, որ եթե մենք դիմենք սահմանադրական դատարան, այս պարագայում առնվազն կպարտվենք, քանի որ փորձ չի ընդունվի սահմանադրական դատարանի կողմից։ Լսում եք։ Շնորհակալություն։ Մենք չենք ուզում խորանալ։ Եթե ինչ-որ ժամկետ ենք պաստել։ Մանրամասը իրավական ուրեմն եզրակացությունները թողնում են իրավաբաններին։ Այդ ելույթներ կառուցողական մաշտի գրանցությունից եք խոսում, բայց չեք հետևում ձեր խոսույթին։ Ես ուզում եմ շատ հստակ տարանջատենք, ինչ ասել է քաղաքական խոսք, ինչ ասել է անձնական վիրավորանք եւ ապերության խոսք։ Դուք բոլոր այդ սահմանները անցել եք եւ շարունակում եք անցնել։ Ես կոչ եմ անում, որպեսզի դուք խոսեք միայն քաղաքական խոսույթի շրջանակներում
խոսույթը իր մեջ ներառում է սարկազմ, ներառում է համահրանք, ներառում է հեգնանք, եթե ուզեք ավելի այսպես ժողովրդական լեզվով ասել, նաև մի քիչ մուննատ։ Դուք այդ ոճով իհարկե կարող եք ձեր ելույթները կառուցել, կարող եք Facebook-ում գրառումներ անել, որևէ մեկը ձեզ որևէ բան չի կարող ասել։ Դուք քննադատում եք կենտրոնական իշխանությանը, մենք քննադատում ենք քաղաքային իշխանություններին եւ դա նորմալ է։ Այդպես պիտի լինի ցանկացած ժողովրդավարական երկրում։ Բայց որևէ մեկը ձեզ իրավունք չի տվել ատելության խոսք տարածել եւ անձնական դաշտ մտնել եւ անձնապես վիրավորել մարդկանց։ Ես խնդրում եմ, որպեսզի մենք այս մասով առնվազն մտածենք եւ այսուհետ փորձենք պոլիտկորեկտ լինել եւ միմյանց հետ հարգանքով խոսել։ Աղջիկ ջան, աղջիկ, երիտասարդ, ծերծ մնացեք նման բառանոթեր օգտագործելուց։ Այստեղ բոլոր ավականու անդամներ են, թիմ օրենքով քաղաքական պաշտոն են զբաղեցնում, ունեն ազգանուն եւ դիմեք իրենց ազգանունով, բոլորի հետ խոսեք դուքով, որպեսզի այդ համագործակցությունը ստացի։ 21. Ինչ վերաբերում է նախագծին։ Երբ որ դուք կլինեք ավականի, հնարավորություն ունենաք մոտենալու այս ամբիոնին, կմոտենաք եւ ձեր խոսքը կասեք, իսկ հիմա ավակի եղեք եւ լսեք։ Ինչ վերաբերում է այսօրվա նախագծին, այլ դուք դատի եք տալիս կառավարությանը, սա ասենք, սա ես չեմ ասում, սա ասել է պարոն Ղուկասյանը իր բազմաթիվ հարցազրույցներում, ես մեջբերում եմ բառացի, որ այո, դատի եք տալիս կառավարությանը։ Դուք իհարկե նման բան չեք կարող անել նախկինում, որովհետև ես այս չափումար պահանջել, որովհետև նախկինում Հայաստանի Հանրապետության բյուջեն 2 անգամ պակասել, քան հիմա։ Մի պահ պատկերացնենք հակառակը, որ օրինակ Հայաստանի Հանրապետությունը դատի է տալիս Գյումրու համայնքապետարանին։ Ես պատկերացնում եմ, թե հակառակ կողմից ինչ էմոցիաներ կլինեին, ինչ ճնշումների մասին կխոսեի, ձեր սահմանափակումների մասին կխոսեի, բայց իհարկե կեցե ազատ ու անկախ Հայաստանը ու շատ լավ է, որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում եւ դուք ունեք այդ հնարավորությունը եւ կարող եք այդ լիազորությունից օգտվել։ Բայց սա ուղիղ դուք խոչընդոտում եք կառավարությունը համակ աշխատանքին եւ այս կերպ դուք խանգարում եք Գյումրու զարգացմանը։ Այստեղ կան գործընկերներ, որոնք տարբեր առիթներով ասում են, որ մենք Վարդան Ղուկասյանի ձայնը կողել, բայց պատասխանատվություն չենք կրում, այս նախագծին երբ որ դիակեք, վստահաբար պատասխանատվություն կրելի է, որ եք հիշում։ Հաջորդի ռեպորտաժ է պատրաստում Լազոյի փողոցի հետ կապված, ձեր քանդածը չեք ավարտում, բայց նույն կառավարությանը ում դեպտատի եք տալիս, ում եք անում, որ պատրաստ է կառավարությունը այդ փողոցը ամբողջովին հիմնադրողել։ Ես գործընկերներից նշեցին վերջին տարիների կատարված աշխատանքները, ես ասեմ, որ ընդհանրապես ամիսների կտրվածքով վերջին 3-4 ամսվա ընթացքում կառավարությունը վերակառուցելու է Շիրակացի փողոցը, Լազոյի փողոցը եւ արդեն հատկաչիվերները դեպի Եվրոպա բացված են։ Իսկ ինչ եք արել բոլորդ միասին։ Խնդրեմ, որպեսզի դուք էլ հաշվելու ունեք ձեր ընտրողներին, գյումրեցիներին, թե ինչ եք արել դուք։ Այստեղ նաև նախագծով դատական ծախսերի մասին խոսք կա։ Ես հիշում եմ, երբ մենք 24 ուիկերի հարցն էինք վիճարկում եւ հայցեր պիտի ներկայացնենք դատարան, 24 գույքի հայց ներկայացնելու համար հատկացվել էր 5 միլիոն դրամ, դուք բավականին մեծ աղմուկ բարձրացրեցիք, ասեցիք, որ սա 5 միլիոն դրամ է, ներողություն, նախագծով ներողություն, մի մանիպուլացրեք, ես հիմա կպատասխանեմ ձեզ, այո, հաստատքի մեջ գրված է մինչև 12 միլիոն, այնպես ինչպես գրված է, ներողություն, տվեք ավարտեմ, այնպես ինչպես գրված է այս հաստատքի մեջ մինչև 6 միլիոն, այո, եւ հատկացվել է 5 միլիոն դրամ, չէ, ես սրասնակ ասում Եվ սա այն դեպքում, երբ բնականաբար համայնքի հետ վերադառնա, մյուս կողմից ձեր իրավաբանական բաժին եք խմում անում եւ մյուս կողմից նաեւ դատական ծախսերի համար այդքան հնցումներ եք հատկացնում։ Ես կարծում եմ, որ ամբիցիաները առաջ տանել պետք չէ եւ մտածել Գյումրիին զարգացնելու եւ ներդրում
Ղուկասյան, դուք անընդհատ շեշտում եք, որ պետությունը պիտի աշխատատեղեր ստեղծի, բայց ես գիտեմ ու վստահ եմ, որ դուք ինձանից լավ գիտեք, որ պետությունը պիտի ոչ թե աշխատատեղ ստեղծի, այլ ստեղծի համապատասխան միջավայր, որպեսզի ներդրողը գա եւ ձեր ասած գործարանները բացի։ Պետությունը գործարան բացող չէ, մասնավորը պետք է գա եւ բիզնես զարգացնի եւ իրացի։ Դրա համար ներդրումային պայմաններ են պետք եւ բոլոր գյուղեցիներ կարող են փաստել, որ վերջին շրջանում գյուղի յովին փոխվել է։ Գույքահարկի վերադարձի մասին է խոսում, այո, բոլորը անկախ իրենց զբաղեցրած դիրքից, պաշտոնից, քաղաքում ունեցած հնարավորություններից պիտի հավասարաչափ գույքահարկ վճարեն։ Բայց դուք միևնույն ժամանակ բերում եք նախագիծ, որտեղ մի շարք մարդկանց, որոնք թվում է թե բավականին այսպես լավ մեքենաներ ունեն, այսինքն ամեն դեպքում անապահով ընտանիքից չեն, զիջում եք իրենց գույքահարկը։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ես ուզում եմ ասել բոլոր համայնքապետարանի աշխատակիցներին, ՀՈԱԿ-ների աշխատակիցների, ձեր աշխատավարձը 30% բարձրացել է բացառապես կառավարության տրամադրած դոտացիայի շնորհիվ։ Ոչ, բան, դա այդպես է։ Կառավարությունը դոտացիայի չափը ամեն տարի ավելացնում է եւ դուք դոտացիայի հաշվին հնարավորություն ունեք աշխատավարձ բարձրացնելու։ Այսքանը շնորհակալություն։ Ես միայն կուղան ասել, շատ լավ գերեջիկ երվիտ ունեցավ, բայց ես կոնտակտի կամարասաններում հանությունյան քնարիք է, շնորհակալություն երվիտի համար, համանական այդ խոսքի 90%-ը Նիկոլ Փաշինյանին և ԿՊ-ի ազգային ժողովի պատգամավորներին ավելի շատ է հետապերում, քան թե գյուղու քաղաքապետին կամ ավականու անդամներին, որովհետև եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է քերակնկա տոմպել, մյուսին արտակերացրել, մյուսն ասում է ադամջը կկտրեն, լեսոտ կկտրեն, Ուրեմն ծեցեն, չախտեն, մանես կոմենտոն, դա շատ շնորհակալություն, որ դուք իրենց զգաստացում եք, ապրեք, ովքեր ինչքան որ մեղքի բաժին ունեն, թող իրենց վրա վերցնեն, դա մեկ։ Երկրորդը շանտաժի լեզվով, ոնց որ ես հասկացա շանտաժի լեզվով եք խոսում, եթե դուք քվեարկեք, հետագայում մեզանից չներհետակ, այսինքն մարդիկ այսօր գործեր են հարուցվածվել եկել, ինչ-որ զգաստացնում եք, տեսնում եք, եթե ով վրա է գործեր հարուցված, որ քաղաքական ղեկավարների վրա է գործեր հարուցված, և դրանից հետո է ում եք նախապատրաստվում, այդ եք հասկացա, շնորհակալություն։ Ինչ մնում է 6 միլիոն դրամի հետ կապված, ես բարձրաձայնեցի, որ 6 միլիոնը մի քանի գործերի մասին է խոսքը, մի քանի գործերի, դա 6 միլիոնը, ուրեմն դա սկզբնական ֆիքսած է, ես արդեն ասեցի պտտվել, մյուս և այդտեղ նորից ասնավ գործեր կան, դա պիտի ներկայացնենք, մրցում պիտի հայտարարենք, ինչ մնում է կարևորությունը գործերի, 24 գործերը, որոնք ժամկետանց 10 տարի ավելի գործեր են, և դուք ուղղակի մի ազգանունի համար այդքան գումար եք տանում այստեղից, մենք դեմ չկանգնանք, որ այո, ճշմարտությունը թող ջրի երես դուրս գա։ Եվ այդպես շատ գործեր ունենք, ես ուղղակի չեմ ուզում իջնել այն մակարդակին, որ եթե ես չեմ այրեք բռնել տվել բոլորին կախել։ Իսկ ինչ մնում է կառավարության մտավի տալը, դա ազատ մարդու այսօր խոսքի ազատությունն է, դեմոկրատիա է, ամբողջ ժողովրդական երկրներում, ուրեմն այդ գործընթացը իրականացնում է։ Բաք ասում, որ դուք այսօր այդ սկզբունքն եք որդեգրել, բայց մի բան ցավով սրտի ասեմ, որ եթե հոգևորականները եպիսկոպոսներն ու մնացած հոգևորականները բանդարկված են, դուք ասած խոսքի ջատագովը չեք։ Դուք չեք կարող դրանից խոսել, ուղղակի շինծու եք ամեն ինչը։ Դուք ինձանից տարիքով շատ փոքր եք, ես այն խորհրդային միության ժամանակահատվածում եմ ապրել եւ հիմա։ Ես այդպիսի բան չեմ տեսել։ Եթե ոչ 37 թվականին, որ մեծերն ասում են։ Հիմա նույնը կատարվում է այսօրվա դրությամբ, Եվ այս ամեն ինչը աշխատավարձերի բարձրացման հետ կապված է, ուրեմն ամեն տարի ձեր ժամանակ դոտացիան ավելացվել է, դե դուք ինչ անեք։ 37 տարի անցել է, Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաք, ուրեմն 30% աշխատավարձ չի բարձրացրել։ Հա, քոշարիները 12
դրամ, կամ 536 դրամ ավելացրել եք թոշակները, անվարտին չասեք, թե թոշակ չեմ ավելացրել, թոշակներն ավելացրել եք 536 դրամով, 17 կոպեկ, չկեն ինչ դրամ, այսինքն դուք ձեր վրա չվերագրեք, դուք ցանկություններ չունեք ավելացրել, ես մեկ ուրիշն ասեմ, հաջորդ տարի 25%-ով պետք է ավելացնել, Եվ ես կան, որ պատահական ասեցի, 1000 գույկահարկի ավելացում, մոտ 100 միլիոնի միայն, ուրեմն հարսականության կուբարները, որ աննետուս մատնված, և չաշված, քաղաքը հիմա խմբեր է ստեղծված, տեղական ուժքերի վերաբերյալ ամբողջությամբ քաղաքը պտտվում են, և աղբի, և խմիշ ծխախոտի, և մյուսի, և նորանոր ուրեմն արգատուներ են հայտնաբերում, և ավելացնում են, չաշված են ամեն ինչի, որ ավարտական ակտերը չեք տալիս մարդկանց, ուրեմն դատի են տվել 50 միլիոն, որ քաղաքապետարանից կանձել, բացի եք ամեն ինչից, մարդկանց անհիմն ազատել եք աշխատանքից, մեկը 8 միլիոն է հիմա ուզում, մեկի կրվատներն են տալ 25 միլիոն քաղաքապետարանից, մյուսին մոտավորապես 500,000 կամ 1 միլիոն դրամ են ուզում, ու ես ասեմ, որ քաղաքապետի ժամանակ, որ այդ անօրինականություններ է, հիմա այդ քաղաքապետերին պետք է մենք դատի տանք, որ այդ գումարները իրենցից կանձել, ոչ թե քաղաքային բյուջեից, կողմնակից եք, բացի եք ամեն ինչից, ուրեմն ընտրությունների ժամանակ շիբինի համար մարդկանց դատի եք տվել, բայց դուք եկան շիբին եք օգտագործել, որ քաղաքի կեսը, եթե ձեր օգտագործած հիմա որ այդ ֆիքսացը մենք ունենք, ամբողջ քաղաքի կեսը, եթե շիբինապատեի 15 սանտիմետր բարձրությամբ, այդ ամբողջ քաղաքի կեսը շիբինապատերը ձեր ներկայացված թվով, որի վրա գործ է հարուցված։ Ձեր ժամանակահատվածում դեպքի, ուրեմն մենք դրանք բոլորը հանենք։ Շատ բաներ է կա անհատական անմազգանունների, չենք ասում, գիտեք ինչ, որովհետև դառնալ, չենք ուզում, իշներ ծածկանալ, ենքան բանում ենք, չենք խորանում, ուզում ենք ասում ենք գետը դված իժեն դրոշ, շնորհակալություն, գետեք ինչ կա, հետպես կլինի չնայած, հետպես լինի, հետո մեկ որ ասում եք, թե քաղաքապետը չի ընդրվել, մենք 17,000 զայն ենք քաղաքի, 47,000-ից դուք տանել եք 17,000, 17,000-ը ձայն է, 30,000-ը ձայն է տվել ընդդիմության, 30,000, այսինքն դուք պետական ես ամբողջ կառույցներով, այս կան ինչ որ արեցիք, որ ամբողջ ժողովուրդ կոնտեսել է, հիմա կարող ես մի բան ասեմ, ասեք, ապացուցեք ելրած, բայց ժողովուրդ տեսել է, ինչ կան այդպես գեղեցիկ ներկայացնում եք, այն առաջվա բաները անցել է արդեն, որ սևը սպիտակ սարքերից, հասկանալի է գեղեցիկ համալսարաններից, գնայիք, լավ ուսանողներին բերեիք, դարձնեիք, մի հատ կուսակցություն մարտամեկը ստեղծեց, որը չեմ ուզել շատ խոսք, մենք լավ գինեինք, ճանաչում ենք, այնյան կինո կա է, անձամբ ճանաչում ենք, կամում տեսել եք, ոնց են ասում կամում դա բեր շանսը, այդ աշխատավարձերի բարձրացումը ձեր վրա չվերագրեք, երույթ համացեք, հստակ պատկերացում կազմեն, թե ինչի մասին ենք մենք հիմա խոսում։ Ես ունեմ առաջարկություն։ Եկեք անենք հետևյալը, հրավիրենք պարոն Բաղարատյանին եւ իր թիմի ներկայացուցիչներին։ Հավաքվենք բոլորովս, թող իրենք նկարահանեն այդ ամեն ինչը, տեսախցիկների մեջ կողմ։ Ներկայացնեն բոլոր հիմնավորումները, բոլոր իրավական կողմերը։ Մենք այստեղ նստած լսենք նաև մեր հավաքականացիները եւ հայաստանի Այդ առաջին։ Տեղում հասկանանք, կազմենք առաջարկություն, միշտ առաջնորդվենք անմեղության կանխարգելացով, չնայած ժողովրդավարության բաստիոնում այդպես չեն անում,
բայց մենք առաջնորդվենք անմեղության կանխավարկածով։ Առաջարկությունով հանդես գանք կառավարությանը, անկախ նրանց, որ Պապասինյանը հայտարարություն է, որ ազատատեսական գոտու վերաբերյալ մեր առաջարկությունը անտեսված է, բայց եւս մեկ առաջարկությունով հանդես գանք, երբ որ ունենանք տեսակերպված հիմնավորումները մեր կողմից որոշում առաջարկությունով հանդես գալ կառավարությանը դիմել, ասել շատ լավ կլինի, որ այսքան միլիարդ ավել դրան գումար հատկացնենք, որովհետև հիմնավորումները էս են։ Ու չստանալով ենթադրում են, կամ գուցե ստանում իհարկե պատասխան, ոչ թե օրինակ ենթադրում 27 միլիարդի վերաբերյալ, այլ առաջին փուլով 10 միլիարդի վերաբերյալ, երկրորդ փուլով 12 միլիարդի։ Գուցե ծրագիրը այդպես սկսի, մեխանիզմը սկսի այդպես աշխատել։ Այ երբ որ դա չստանանք, ես առաջարկում եմ նոր արդեն հանդես գանք, առաջնորդվենք, մենք ասում ենք բարի մարդիկ ենք, մենք անմեղության կանխավարկածով առաջնորդվենք ամեն ուսում է դրած կողքի ցանկացած տեսակի սարկազմը հեղինակ։ Ես ուզում եմ մեր համակարգացները հստակ պատկերացում կազմեն, որ այդ հիմնավորումները սին չեն, ու ինքնանպատակ չի, ու ամբիցիա չի։ Ուզում ենք, որ մեր քաղաքը զարգանա, ու եթե կա այդ հնարավորությունները, փորձենք կառավարությունից գործընկերային սկզբունքով այդ գումարները ստանալ։ Իմ առաջարկությունը էս է, խնդրում եմ, կարծում եմ գործընկեր խմբակցությունները սրա մասին խոսան։ Էս ինչ վերաբերում է հարցին։ Այսինքն ունենանք այդ քննարկումները, նոր ունենանք վերջնական որոշում։ Ինչ վերաբերում է քաղաքական խոսույթին, շատ լավ բան եք ասում, շատ ողջունելի։ Ես կիսում եմ պարոն քաղաքապետի կարծիքը, որ շատ լավ կլիներ ունենայինք պատասխանները հենց ձեր պատգամավորների, թե ինչու են իրենք երբեմն Գյումրեց ու բարբարով ասած առնակավորի ձևակերպումներ տալիս, բայց տեսեք, դուք խոսում եք պարողների մասին, բայց երկրի բարձրագույն ղեկավարությունը ուր գնաց պարեց, հետո հասնեց դա թուրքի։ Դուք խոսում եք լացողների մասին, բայց հիմա ձեր համագումարների ժամանակ հատուկ Չեխովյան պաուզա եք պահում, որպեսզի ցույց տաք, որ ձեզ ուզում է այս պետության բախնի ճակատագիրը։ Դուք խոսում եք սնուցող մայրերի մասին, բայց եռաբլուրում այդ սնուցող մայրերին ոտու ձեռ արած քաշ եք տալիս ձեր կարմիր բերետավորներով հանդերձ։ Դուք խոսում եք 70 քանի միլիարդ Գյումրիում արված ներդրման մասին, բայց ինչպես Տրամպը ձևակերպեց, Ալիևի հայրենակիցը Արցախում թողել է 5 միլիարդ դոլարի զենք, ինչը հավասարազոր է 1 տրիլիոն 900 միլիարդ դրամի։ Այնպես որ եթե քաղաքական խոսույթով ենք խոսում, եկեք բոլորս քաղաքական խոսույթով խոսենք, որովհետև դուք ասում եք մի բան, ձեր գործընկերները անում են 180 աստիճանով, չնայած ձեր ֆրակցիայում ընդունված է քաղաքական ուժի մոտ 180 աստիճանը 360-ով ասել, էլի, մաթեմատիկորեն ճիշտ է 180 աստիճան։ Եկեք մնանք այն այդ դաշտի մեջ քաղաքական, եթե ուզում ենք բոլորս քաղաքական խոսույթով խոսենք, որովհետև գիտեք, ճարտարախոսությամբ, եթե հիմա սկսենք հանդես գալ ու փաստեր առաջի պլան բերել, ով ինչ է արել, ինչքան է արել, կա հստակ փաստ։ 7 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1 քառակուսի մետր բնակելի տարածք Գյումրիում չի կառուցել։ Մնացածը արդեն ճաշակի հարցը, մեկնաբանության հարցը, լավ է դուք եք ասում մանիպուլյացիա բառն օգտագործում, նրա օլիմպիական չեմպիոնն է ձեր քաղաքական ուժը։ Պարոն Ղուկասյան, ես առաջարկում եմ ինչ որ դիմացից ասեցի, հրավիրենք պարոն Բաղարյանին, բոլոր մեր համաքաղաքացիները այդ ամենը չտեսնեն, Հայաստանի բնակչությունը տեսնի կառավարությանը, դիմենք առաջարկությունով, հետո նոր գնանք դատական ակցիաներին հասնել։ Գարի, դուք երույթ ունեցեք։ Առաջարկություն է։ Ասեք։ Շնորհակալ եմ։ Պիտի շարունակենք պարոն Մուխտարյանի դրամաբանությամբ, պարոն Ղուկասյան, այո, դուք նշեցիք, որ դուք մանդատ ունեք եւ իրավազոր եք, կարող եք այս հայտը ներկայացնել դատարան, շատ լավ է, պիտի առաջարկենք, որ ամեն դեպքում օգտվեք այդ մանդատից, որովհետեւ իրավական առումով բավական այդքան էլ տեղեկացված չէ, այնքան եմ ասում, այդքան ժամանակ էլ չենք ունեցել, որ այդքան հետազոտենք, ամեն դեպքում այդ մանդատը դուք ունեք, դուք կարող եք եւ ասեցիք, որ ուզեք ամեն դեպքում տեսնել խմբակցությունների դրամադրվածությունները, մենք անկապ ամեն ինչից որ հայտ ենք ներկայացրել քաղաքի կառավարման այսպես մեկը վերցնելու, բոլորս բնականաբար ունենք մեր տեսականների քաղաքի զարգացման հետ կապ
պատասխանատվությունը, որ այստեղ կարելի է ասել սադրանքի տեսքով է հնչում, այդ պատասխանատվության ձեռքը քաղաքացիական պայմանագիրը դուք կրակնենք է, վերցրել է կախվում է այստեղ այնտեղ, ոչ մեկ կարծես չի վերցնում այդ պատասխանատվությունը, ուզում հիշեցնել։ Այստեղ այս դարիճում լեգիտիմ ավականու կազմով ընտրվել է քաղաքապետ եւ կա գործող քաղաքապետ եւ ունենք գործադիր գործող քաղաքապետարան, համայնքապետարան համապատասխան բաժիններով։ Պատասխանատվությունը ամբողջությամբ քաղաքապետի եւ գործադիրի վրա է։ Ես կուզեմ հիշեցնել նախորդ ընտրակցությունը, որ քաղաքացիական պայմանագիրը շատ լավ կիսում էր հավասարաչափ պատասխանատվությունը, շարժի ունեին փոխքաղաքապետեր, բաժնի պետեր եւ այլն, բայց մեկ օր ուղղակի տրամադրություն չունեն եւ հրաժարվեցին պատասխանատվությունից։ Այսինքն հնչեցնել սադրանքներ մեր որոշման վրա ինչ-որ տրամադրություններ փորձել քողարկել, դա ընդհանրապես գոնե մեկ հաստատ չի կարող ազդել, այսքանը շնորհակալ եմ։ Ես ուզում եմ մի բան ասել ձեզ, ներկայացնել, որ ուղղակի այստեղ մենք որ ներկայացել ենք, նա ուզում ենք, որ ներկայացնի եւ տեխնիկի ինչ եք արել։ Երկրորդն է, ուղղակի որ փաստաբանական գրասենյակից գումարը որ նախապես է 6 միլիոն, ուրեմն դա հաստատենք։ Իսկ ինչ մնում է մնացած հարցը։ Ես իմ համարձակություն ունեմ եւ ես ապայման ուրեմն դա կարող նշանակ։ Ինչ մնում է մեր մխիթարյան Ռուբենին, որ ինքը ներկայացրեց, դրա համար էլ կողմնակից, ովքեր որ կցանկանան, որ մենք հրավիրենք, լրացուցիչ միակ լսենք, քննարկենք, ավելի լուրջ մասնակիցների, որոնք իրենք են առաջարկել այս ամեն ինչը, որ իրոք են տեսել, եթե հարցեր կունենանք, որ ասենք շատ մասնագիտական, ներմասնագիտական, մենք կարող ենք այդպես անել, ես կողմնակից եմ դրա։ Հիմա դրա համար ինչ եմ ասում, եկեք այս 6 միլիոնը հաստատենք, որովհետեւ գիտական դեպքում ինչ մնում է ներկայացնել, դա արդեն մեր վրա է, մենք պատկանությունների մեջ ենք անենք։ Բացի դրանից, ճանապարհին դուք միայն կկանչենք, կհրավիրենք ու հանդիպում ունեցեք, բոլորս միասին, յուրաքանչյուր հարց կարող եք ներկայացնել նրան կոնկրետանին եւ իշխանին։ Այդ էլ կողմնակից եմ, որ այդպես անենք։ Համաձայն եք։ Օրինակ, դուք ինչ մենք էլ առաջարկություն ունենք, որ բացի իրանից նաև իրավաբանի ներկայացնել ամեն ինչ, որովհետեւ նաև մեր մասնագիտական խորհրդանոցը դա վստահ եմ, որ խորհրդատվությունից հետո հետ կգանք եւ չեք ուզենա կառավարությունը դա քանի որ գնահատում եմ, որ այս պարագայում կան որ բաց թողնող են ժամկետներ, կան որ դիմելու կարգը չի կարող համապատասխանել, այս պարագայում ցույց ունենք ուղղակի 6 միլիոն դրամը, չգիտեմ ինչի համար են ծախսում։ Դրա համար է որ դուք հիմա որ ասում եք, որ իրավաբանները անվայման պետք է լսվի տարբերի պետք է ասվի, թե ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն։ Այնպես որ ես հիմա մենք որ հիմա ասում ենք ես 6 միլիոնը հաստատենք, դա չի նշանակում, որ հաստատեցինք անվայման պետք է ծախսենք կամ ինչ ոչ նվագարարություն։ Միանշանակ նվագագին է լինելու, հրավիրենք բոլորին ու տեսնենք, որ այդպես չէ, դες կարծիքից որ հիմա դուք ներկայացնում եք, ովքեր որ ասել են, որ մենք մասենք թողել, դա այդպես չէ։ Մենք վերենք կքննարկենք, ձեզ հետ ասենք, որ դուք համոզվեք։ Եթե դուքպես համոզեցիք, մենք ավելի դուր բաներ չենք անում։ Պարոն քաղաքապետ, ոչ մեկ չի ասել, ինձ ասել ուղղակի սահմանադրության 79-րդ հոդվածը, Դե բարի։ որտեղ որ մի իրավական ակտը 1 տարվա կտրվածքով կարող է Բարի, մենք դրա համար ենք ասում, ես դրա համար ասեցի, պարոն Մխիթարյանը որ ինձ ասեց, ես ուղղակի հիմա ասեցի, եկեք 6 միլիոնը հաստատենք, դա չի նշանակում, որ հաստատեցինք վաղը պետք է ծախսենք։ Որովհետև քննարկենք եւ իրավաբաններին կհրավիրենք եւ նրանց կհրավիրենք, նա դեպք հասկանանք, հետո ես իմ լիազորությունների հիման վրա, եթե ես իրավունք ունեցա, կանեմ, եթե չունեցա, 6 միլիոնը քաղաքապետարից ոչ ոք չկա։ Ես այդ եմ ասում։ Պարոն Ղուկասյան, առաջարկում եք տեսեք, հիմա ստացվում է այնպես, որ այդ 6 միլիոնի մեջ այլ իրավական հարցեր կա, չէ՞ որ որտեղից խաղաղ են, մենակ այս հարցը չի։ Ըստ այդմ եկեք այս հարցի հետ կապված իր գումարային հատվածը, որը մրցույթով պետք է առանձնացնենք, այսինքն այն ինչ վերաբերում է մնացած հատվածին առանձին հարցով դրենք քվեարկության, եթե մենք նման ընդհանրակարգ ունենք չունենք պարոն Ղուկասյան պիտի ասի։ Եթե ոչ, որովհետև հիմա ստացվում է, որ մենք ընդհանուրի մեջ ենք այս ամեն ինչը դիտարկում, որի լսումները դեռևս մի մասի լսումները առաջարկում ենք անել հետո։ Մնացած իրավաբանական հարցերի հետ կապված որ այս 6 միլիոնի մեջ կա, խնդիր չենք տեսնում։
բայց առաջարկում եմ հարցի ձևը ու ձևաչափը այս պարագայում փոխել, քայլ առ քայլ գնալ։ Այսինքն ինչ է։ Այսինքն հիմա այս 6 միլիոնի մեջ են մնացած իրավական մասը որ կա, որով պետք է այդ 6 միլիոնը, որ մենք իրավաբաններ ունենանք քաղաքապետարանի այլ գործառույթները սպասարկելու համար։ Առանցին հարցում ներկայացնենք այդ քվեարկենք, ՍԴ դիմելու մասին վերաբերյալ քաղաքի բյուջեի հետ ավելացման, լսումներից հետո նոր անդրադառնանք այն մնացած մասին։ Որպեսզի ընդհանուր համեն քաղաքի առումով, տեսեք հիմա անկից, ովքեր այսօր այս մեր նիստը նայելու են, ստացվելու է տպավորություն, որ մենք փորձում ենք ցույց տալ, որ մենք ուզում ենք քաղաքի համար լավ բան անենք, իսկ իշխանության ներկայացուցիչները երկրում ոչ այստեղ փորձում են այդ ամեն ինչին ընդդիմանալ։ Ես կարծում եմ, որ այդպես չի։ Եթե պարոն Բագրատյանը գա եւ իրավաբանական թիմով հիմնավորումները դինեն երկար պետօրյա, գուցե իրենց մոտել ինչ որ բան տոն։ Ես դες մի բան ասեմ, հիմնավորումները երկար պետօրյա ամբողջությամբ քննարկվել է, մենք պետք ենք, չնայած դա այն լիազորությունների մեջ կոր է լինելու։ Եվ իրավաբանական բաժիններ կարող են միայն այդ գործը վերջացնի, ուղղակի մենք ուզում ենք, որ կողքից ևս մի քանի լուրջ հաստատաններ, որ ռեսպուբլիկայի հանրապետությունը ճանաչված են, ուրեմն մեր իրավաբանական բաժինը մենակ չլինի, դրա համար մենք ուզում ենք դա անել։ Իհարկե անպայման շատ լուրջ խնդիր է ասել ձեզ, եւ հույսով եմ, որ մենք դրան կհասնենք, բայց ինքնական ունեցեք, որ հաջորդ տարվա բյուջեն ձևավորվում է, ժամանակ չի մնացել, եթե մենք ուշացնենք, հաջորդ տարի մենք ունենանք այս 4 միլիարդ 500 միլիոն, որը աբսուրդային ժամերից է։ Դրա համար մենք պետք է շատ արագ մոտենալ այս հարցերին։ Ինքնական ունեցեք սա։ Ես ասում եմ, եկեք այս 6 միլիոնը մեզանից ոչ ոք չի։ Դուք ասեք ձեզ ես։ Նո, եմ պայս ծոկաշնես պես։ Խոսքով ես առաջարկում եմ 6 միլիոն ազատենք, հարցը ևս ձերացած ձևով դրա իրենք պատրաստել, բոլորին նորից դուք, որպեսզի դուք եք ավելի ձեր մասնակցությունը ունենաք, եթե ուզում եք ինձ հետ ձեր մասնակցությունը ունենալ, ստորագրելու եք կապած, ներկայացնելու եք կապած, կարող եք լսել ու իմ ստորագրության տակ ձեր ստորագրությունը դրել, բայց ես իմ իրավունքներից օգտվելով կարող եմ այդ ամեն ինչը անել, ես լսել եմ, տեղակ եմ քննարկման մի քանի անգամ քննարկումներ ավել, եւ այդ քննարկումները շատ հիմնավոր փաստերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով ֆիքսած։ Աղոկասյան, հետ կտենք, տեսեք, այդ շատ լավ Ես ուզում եմ այսպես քննարկման ես շատ լավ է, որ թիմը աշխատել է, դուք էլ այդ ամեն ինչը լսել եք, մեր իրավաբանական թիմն էլ լսել է, հիմա այստեղ խնդիրը չստացվի, տեսեք նույն այդ 6 միլիոնի մեջ, ստացվելու է տպավորություն, որ մենք առանց այդ ամեն ինչը լսելու, քննարկում ենք հավականում որոշում է տեղի ունենում մի բանի, որի մասին հավականի։ Թերի պատկերացում ունի, էլ եմ ասում, մեր համար սկզբունքորեն շատ կարևոր է, որ մեր քաղաքի բյուջեն միանշանակ ավելանա, բազմիցս նույնիսկ առանձին զրույցների ժամանակ, գիտեք մենք դրա մասին միշտ խոսել ենք, որ այո, այս սուղ միջոցներով քաղաքը բերել զարգացման ճանապարհին հասցնելը շատ դժվար է։ Իմ առաջարկությունը հետևյալն է, ժամկետների նաև առումով փորձենք այդ ամեն ինչը արագ կազմակերպել, ու եթե արտահերթ նիստի է տարբերակ կա, արտահերթ նիստով թեկուզ այդ ամեն ինչը բան անենք, հաստատենք, բայց դա անենք, երբ որ այդ ամեն ինչը եկան մեզ ներկայացրեցին, դա տեսանկարահանվեց, մեր համակարգացիներն է տեսա, որ մեր խոսածածը ու մեր ուզածը ուղղակի ամբիցիայի խնդիր չի, այսինքն ուշքերս չի գնում, գիտեմ, ձեր ուշքն չի գնում դատի տալու։ Ես կարող եմ մեջը ոչ ստորագրել է, ոչ բաների տալիս, հիմա ինչ է դեսուրը չեմ ստորագրել։ Եկեք, չգիտեմ, պարոն Աղոկասյանը Ես խմել են չեմ ստորագրել։ դա ասված է երբեք նման բան չի։ Մարդիկա ասում են 10 ձերքով, մենք այդ բաները լավ գիտենք ու գիտենք, թե դրանց հետո ինչ կարելի է ասել։ Բայց երբ որ հանրապետության քաղաքի խնդիրն է, այդ ժամանակա այլ բան, ասա։ Եկեք, սա թողնենք հետագա քննարկման պարոն Աղոկասյան, հավատացեք այդպես ավելի օբյեկտիվ կլինի, թող պարոն Աղոկասյանը ասի, եթե կարող ենք քվեարկության չդնել, կարող ենք չդնել քվեարկության։
ընդհանուր հարցում։ Եթե առանձնացված հարց կարող եք դնել, Մենակ 6 միլիոն առանձին 6 միլիոն քննարկել։ Պարոն Ղուկասյան, շարունակում եմ պարոն Քրթարյանի տրամաբանությունը, այո, հարցի եթե հիմա քննենք քրեական սալորի այլ բովանդակություն ունի։ Եկեք պարոն Ղուկասյանը պիտի որոշի մեզ այս հարցում, արտահայտ կդնենք մի քանի օր հետո, կողմն եթե 6 միլիոն կամ քննարկումներն են պետք է, որ մի հատ լավ հասկանան կողմնուծությունը եւ այլն, նորից տայնեմ հասկանան ինչի համար ենք 6 միլիոն տալիս։ Եկեք մեկ շաբաթի դեմ ինչ որ որպեսզի շատ ժամանակ չկորցնենք, արտահայտում բերեք այդ հարցը, Իսկ 6 միլիոն չի նորմալ 6 միլիոն տալիս, խնդիրը կայանում է անհրաժեշտ է աստաբանական եւ մասնագիտական իրավական կրթություն մասնագետներ, ովքեր կողմեն մեր իրավաբանական բաժին, այս հարցը ավելի պատշաճ ներկայացնելու համանդրական դատարանում 6 միլիոնը դրան է վերաբերում։ Այլ հարց է, որ հավաքանու անդամները ներքին համոզմունք չունեն ու ուզում են ավելի խորհրդային ուսումնասիրել, որի համար ձեր ժամանակը պետք է։ Եթե քննարկման Ես մի բան եմ ուզում հասկանալ։ Հիմա քաղաքապետը լիազորություն ունի դա անելու, քաղաքապետը լիազորություններ ունի, որ ամենաբան կարող է ինքը դիմել համանadar։ Առանց հավակնելու։ Հիմա դուք ուզում եք խորը հասկանալ, որ դուք եք մասնակցեք տարեսորակը, թե ոչ։ Խնդիրը դերևս եթե դուք համոզվեցիք, որ մենք իրավունք ունենք, կարող ենք դիմել եւ Մենք փաստաբանական ծախսերին ենք չթվիարկում, ոչ թե թվիարկում ենք հայցատինումի սահմանադրական Այո, հիմա այս հարցը պիտի խմբագրվի։ Հիմա մենք ուզում ենք, որ դուք մասնակից լինեք, միայն քաղաքապետը չարդու որպես ընդդիմության ներկայացուցիչներ ուզում եմ, որ դուք դրա մասնակից լինեք, բայց եթե հիմա դուք մտածում եք դրանից 6 միլիոն համար, ես կարող եմ ընդհանրապես Պարոն Ղուկասյան, առաջին թե առաջի հարցով, թե երկրորդ հարցով, ՍԴ դիմել պարոն Ղուկասյանը շատ լավ ավելացրեց։ Հենց դրա համար է լսումները, որ մենք հստակ պատկերացում ունենանք, մեր համակարգացիներն են հստակ պատկերացում ունենան, որ սա բոլորիս կողմից զուտ ամբիցիայի հարց չի Հայաստանի Հանրապետության դատի տալը, ըստ այդմ մենք էլ մեր ամեն ինչից հետո կայացնենք, կարծում եմ սա օբյեկտիվ է ու եթե մի բանը ամբողջությամբ չեք սիրել։ Լավ, ես քեզ հասկացա։ Ես առաջարկում եմ ուրեմն հրավիրել Հրանտ Բաղդասարյանին իր խմբին, կողքից էլ լրացուցիչ իրավաբանների, նա բոլորը հասկանան։ Բոլորը ինչ հարցեր որ ունենան մասնագիտական կամ ասենք դուք լրացուցիչ կողմից կքննարկեք դեր մեկ բան, որ ասենք ինչ հարցեր որ ունենան, ես հրավիրեմ այդ խումբը, դուք այդ ամեն ինչը արեք, դրանից հետո գնանք առաջ։ Դուք մասնագից կլինեք, չեք լինի, ես ամենան դանելու եմ իմ ժողովրդի, իմ քաղաքի, որի վրա շատ համակ ունեն եւ շատ մարդիկ պետք է հատվածները անեն ու կան հասնեն մեզ։ Կարողանան հասնել, եթե ասված Всё, ես հարցը հանում եմ այս պահին, ովքեր են կողմնակից, որ հարցը հանեմ, հետո քննարկենք ոսկորաշեջ։ Ես իրավունք եմ չունեմ, բայց ուզում եմ օրինակ եմ։ Բայց, դեր ձեռը բան։